Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Մարտիրոսյանը գրում է. «Ժամեր առաջ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացավ մեր լավագույն ընկերը, Հայաստանի լավագույն գինեկոլոգներից մեկը, եզակի մարդկային որակներով օժտված մարդկանցից մեկը՝ Նարեկ Արամի Շահբազյանը։ Հավելենք, որ Նարեկ Շահբազյանը 3 անչափահաս երեխաների հայր էր։ Անսահման ցավով ու ծանր սրտով ենք հրաժեշտ տալիս մի մարդուն, որի ներկայությունը մեր իրականության մեջ միշտ ուժ, հույս և հավատ էր ներշնչում։ Նարեկը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլ նաև իսկական մարդ՝ բարձր արժեքներով, անկեղծ հոգով, կարեկցանքով ու սրտի մեծությամբ։ Նարեկ Շահբազյանը Հանրապետական վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ-գինեկոլոգ էր։ Իր ոլորտում լավագույններից մեկը, մի բժիշկ, որի ձեռքերի շնորհքով լույս աշխարհ են եկել հազարավոր փոքրիկներ։ Նա բուժում էր ոչ միայն մարմինը, այլև հոգին, վստահություն ու սեր փոխանցելով յուրաքանչյուր կնոջ, ընտանիքի ու նոր կյանքի։ Նարեկն այն հազվագյուտ բժիշկներից էր, ով արցախյան տարհանման օրերին անշահախնդիր կանգնեց մեր տեղահանված հայրենակիցների կողքին։ Նա առաջիններից էր, ով օգնության ձեռք մեկնեց, անվճար բժշկական աջակցություն ցուցաբերեց հղիներին ու նորածիներին, ասելով. «Հղիներն հիմա առավել շատ օգնության կարիք ունեն։ Նրանք կորցրել են տուն, խաղաղություն, բայց մենք պարտավոր ենք պահպանել նրանց հույսը»։ Նարեկը շարունակեց ընտանիքի բժշկական պատվավոր ճանապարհը, այն լրացնելով մարդկային հեղինակի անզուգական որակներով։ Նա ապրեց կյանք, որը իմաստ ու արժեք տվեց շատերին, ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային դաշտում։ Նարեկը 3 զավակների սիրող հայր էր։ Ընտանիքի համար նա դարձավ սատար, օրինակ, տաքություն ու անսահման սիրո աղբյուր։ Նրա բացակայությունը ցավալի է ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլ առավել ևս ընտանիքի, ընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն մեծ բժշկի, այլ նաև բարի մարդու, ընկերոջ, հայրենասերի ու նվիրյալի։ Լույսի թագավորություն քեզ, Նարեկ ջան։ Ձեր թողած լույսը, բարությունն ու հիշատակն անսպառեն։ Շատ ափսոս։